ոչ եկեղեցու վրա հարձակումներն են նոր, ոչ հանուն եկեղեցու մեր պայքարն է նոր, հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է հարձակումների տակ ու բնականաբար այդ հարձակումների վերջին հենց այս իշխանությունների դրսևորումը դեռևս 2019 թվականին էր, երբ նույնպես մենք բոլորս մեր ձևով ի պաշտպանություն կանգնած էինք եւ կանգնած ենք հայ առաքելական եկեղեցու համար։ Բնականաբար վերջին այս շրջանում, երբ հակաեկեղեցական շարժումը սրվեց եւ ակնհայտ է, որ իշխանություններին նոր թիրախ էր պետք, որովհետև իրենք արդեն 7-րդ տարին է մարդկանց ահաբեկում են նախկինների մասին այդ իրենց ատելության խոսքով ու բնական է, որ մարդիկ հոգնել են, դու չես կարող մարդկանց տարիներ շարունակ նախկիններ ասելով անդադար տանես դեպի նորանոր կորուստներ ու նոր թիրախ ստեղծելու, նոր չարի կերպար ստեղծելու համար է, որ ահավասիկ թիրախավորվեց ամենայն հայոց հայրապետը ու բնականաբար բոլորս թե հայ ժողովուրդը, քրիստոնյա ժողովուրդը, թե հայ առաքելական եկեղեցու բարերարները ամեն մեկն իր ձևով կանգնած է ի պաշտպանություն մեր ինքնության եւ արժեքների, նույնիսկ ես կասեմ, որ այսօր ոչ թե հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունն է կարևոր որպես այսպես առանձին ինստիտուտ, այլ թիրախավորված է ընդհանրապես մեր ինքնությունն ու արժե համակարգը։ Հետևաբար մենք որևէ առանձին կառույց չենք պաշտպանում, այլ հայի տեսակն ու ինքնությունը եւ արժանապատիվ ապրելու մեր երկրում պատվով ապրելու, թշնամու առաջ չստորանալու կարևորագույն արժեքներն ենք պաշտպանում, ոչ թե կոնկրետ որևէ կառույց։ Եվ պաշտպանում ենք մեր ձևով ու արդեն գիտեք, թեկուզ եթե խոսենք վերջին ամիսների մասին, բոլորի համար ակնհայտ է, որ մեր ձևը հայրենասիրությունն է, հավատարմությունն է, հայրենիք շենացնելն է, հայրենիքի համար պայքարելն է թե պատերազմի դաշտում, թե խաղաղության մեջ եւ հանուն խաղաղության, բայց մենք ակնհայտ տեսնում ենք, որ խաղաղություն չկա եւ այն ինչը մենք նույնիսկ անվանում ենք խաղաղություն, դա ակնհայտորեն պատրանք է ահաբեկությամբ։ Բայց ամեն դեպքում իշխանությունների օրակարգը պահողներ եղան հենց նաև եկեղեցու ներսից մի քանի անձինք են իհարկե, նույնիսկ մեկ տասնյակի չեն հասնում, բայց ինչու այդպես եղավ, ինչու մայրաթորի, մայր եկեղեցու այսպես տվածը չգնահատվեց եւ ավելի գնահատելի եղավ իշխանությունների այսպես օրակարգը, այսինքն Կեսարինը չտվեցին Կեսարին, Աստծունն էլ Աստծուն։ Մենք ես ուզում եմ ամփոփելով խոսքը ասել, որ նույնիսկ շատ մեծ երևակայություն ունենալու պարագայում մեր ձևով խոսքի ենթատեքստում նույնիսկ չի կարելի տեսնել ահաբեկության միտում եւ ընդհանրապես տարիներ շարունակ մեզ ահաբեկում են պատերազմով։ Եթե չտանք պատերազմ կլինի, եթե սա ասենք պատերազմ կլինի, իմ կարծիքով հոգեբանական ահաբեկչությունը, որը այսօր իրականանում է Հայաստանում, այս ատելության մթնոլորտը, որ ամեն վայրկյան սերմանվում է, այս ձերբակալությունների եւ քաղաքական ձերբակալությունների անդադրում շարքը, թե հոգևորականներին, թե հասարակական գործիչներին, թե հիմա առաջիկայում տեսնում ենք, որ ակնհայտ միտումը կա լրագրողների հետ կապված, այս ամենը իհարկե հոգեբանական ահաբեկչություն է եւ սարսափելի ճնշում հայ ժողովրդի վրա։